Ջավախյան Արցախ մարգագետիններում լսվում է Մեղվի միալար բզզոցը։ Նրա երգը քաղցր է, ինչպես իր հավաքած նեկտարից ծնունդ առած մեղրը։ Արզումանյանների մեղվանոցում ևս լսվում է այս քաղցր մեղեդին, հանգստացնող, կյանքի կոչող, խաղաղ ու երանելի։ Այժմ մենք նրանց մեղվանոցում ենք։ Ես ծնվել եմ Մեղվաբայան ընտանիքում, ինձ եմ ծնվելու մեղու տեսել եմ էլի։ Այդման պատկերացնենք, այդման ասենք, մեղվաբայությունը ճիշտ համ եկամտաբեր է, համ ինչ-որ մեր տանը մեջ առանց մեղվի ես չեմ գնա պատկերացնել, որ ես մեղու չունիմ, հասկանաս կա, ունիմ, ամեն ինչն է ունիմ, անասուն է ունիմ, դե հողատարածք է ունիմ, քարտոլ է, մարտոլ է, բայց ես մեղուն չեմ փոխի դոնց հետ։ Ճիշտ է, անասունին բերքատվությունը, մետերատվությունը մեկ քիչ ավելի շատ է, տանջանք ավելի շատ է, ծախս ավելի շատ է, այդման բացատրեմ, այդման ասեմ, բայց էլի ես մեղուն կյանքում չեմ գնա փոխել ասենք անասնապահության հետ։ Կարող է եւ եկամուտի մոմենտով քիչ է եկամուտը, քիչ շատ է, ոչ մի նշանակություն չունի, բայց միևնույնն է, ես չեմ փոխել մեղվաբայությունը անասնապահության հետ։ Մեղվի ընտանիքը նման է մարդու ընտանիքի։ Մեղվա ընտանիքում ամենքն ունեն իրենց պարտականությունները ու կատարում են սիրով։ Ժրաջան աշխատանքի արդյունքում ստանում են եկամուտ իրենց ապրուստն ապահովելու համար։ Բերքը ընդհանրապես այս տարի շատ լավ է։ Բերքի քեչությունը իհարկե դաշտը լավ բերք ունի եւ վարը լավ բերք տվեց եւ այստեղ լավ բերք կա։ Բերքի քեչությունը միայն կախված է մեղվի ընտանիքին։ Մեղուն ընտանիքը ուժեղ է, հզոր է, բերք կա։ Եթե թույլ է, ուրեմն բերք չկա, թող չսպասեն։ Հիվանդությունը անցած տարվան եկավ այդ հիվանդությունը, դա ոչ թե հիվանդություն էր, այլ վարատոս կոչվող դիզներ, վերնոր ասենք մեղվաբայության մեջ շատ ուժեղ տարածում գտավ ու մեղվաբայության երևի թե որ շատ չչափազանցնեմ, 30-40%-ը տարավ։ Ну լավ է, այս տարի լավ է, հadoop միջոցներ կան, հadoop տեղեր կան, որոնք որ օգտագործեցինք, որոնք որ բերինք, դեմա առանք, մինչև հիմի լավ է, մինչև հիմի պայքարենք, այս դեպքը իշկալ դեպքը չի։ Ջավախյան մեղրն ունի իր յուրահատկությունները։ Արցախ մարգագետիններից հավաքած հազարավոր ծաղիկներից պատրաստած մեղրը իր տեղն է գրավում համաշխարհային շուկայում։ Ինչպես արտահայտվեց իր խոսքում մեղվապահ Էդուարդը, մեղվապահությունը սիրում է սեր, նվիրվածություն, ուշադրություն ու հատուկ խնամք։ Ու այս ամենի արդյունքում մեղվա ընտանիքը կարող է զարգանալ։ Իսկ եթե փեթակներին մոտենաս իմիջիայլոց, որպես պարտադիր օրվա աշխատանք, ապա չես ունենա ոչ մի եկամուտ։ Ըստ իմ պատկերացումից ու ըստ իմ գիտեցածից մեղվապահությունը շատ տանջալի աշխատանք է, որ մարդիկ չպատկերացնեն, որ գիտես փեթակը բերել դարել ենք, շտը միրգը բերեն լասնենք, մենք հանենք ծախենք, ոչ, դա գիտման չէ։ Ճիշտ է, քիչ է տարվա մեղվապահությունը, ու պատկերացոր ամեն օր ես այդ ղապաղը վերցնեմ, կաշտի կդնեմ, մեջը կաստուգեմ ու նորից կփակեմ, հələ պատկերացրու իսկան ղապաղը, իսկան գուր ամեն ինչը վերու, կաշտի նորից փակե։ Դա իսկան տանջալի է, չէ՞։ Ու պլյուս այդ որ տանջվից կդու ամեն մեղվին հետ, ամեն ընտանիքին հետ, պատկերացնելով որ ինչ է պետք այդ որ հասկանալով այդ որ լիզուն, եթե չես հասկանա, ուրեմն թող այդ մանե մնա։